Բարև ձեզ, ես որտեղ կանգնեմ Ժողովջանի այստեղ։ Ասեք, այո, ոնց որ շատ պարտաճանաչ։ Հա։ Մեր ակնկալիքներն եք այսօրվա ընտրությունը։ Նախ ողջունում եմ բոլորին, շնորհակալ եմ, որ եկել եք, շատ ուրախ եմ։ Առօրվայից հենց ստացել ենք թվերը, որ մասնակցությունը բարձր է, ես երջանիկ եմ այսօր, որովհետև քաղաքական ակտիվությունը մեր ժողովրդի շատ կարևոր է եւ յուրաքանչյուր պետության համար, մասնավորապես Հայաստանի համար, որովհետև մենք տեսնում ենք վերջին ընտրությունները մեծ խոշոր ընտրությունները դա Երևանի ավականու ընտրություններն էր, որտեղ ապաթիայի պատճառով 28% էր մասնակցությունը եւ շատ հիասթափեցնող էր։ Եվ այսօր մենք տեսնում ենք ժողովուրդը արթնացել է, զգում է, որ ինքն է որոշում, թե ուր պետք է գնա Հայաստանը, ինչպիսի Հայաստան պետք է լինի, եւ սա ինձ համար իսկապես շատ երջանիկ փաստ է։ Պարոն Մարության, դուք ինչ որ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր ստացել եք եւ նաեւ ասացիք բարձր մասնակցությունը, սա ենթադրում է, որ ավելի շատ ընդդիմությունը հնարավորություն կունենա ձայներ ստանալ, թե այդ բարձր մասնակցությունը այնուամենայնիվ իշխանությանն էլ է ձեռնտու։ Բարձր մասնակցությունը այսպես թե այնպես լավ է, որովհետև ավելի շատ մարդիկ են մտածում պետության մասին եւ մտածում են ինչպիսին պետք է լինի վաղը Հայաստանը։ Սա այսպես թե այնպես կարեւոր է։ Ես կարծում եմ հաշվի առնելով փորձը երկար տարիների, որ դա ընդդիմության հենց ձայներն են, որովհետև իշխանությունը իր լծակները աշխատացնելով, վարչական ռեսուրսը աշխատացնելով, այնպես է անում, որ իր ձայները այսպես թե այնպես հասնում են տեղ։ Եվ դա մենք նույնպես տեսել ենք ավականու ընտրությունների ժամանակ։ Այսինքն այս տոկոսը դա ընդդիմության տոկոսն է, որ գալիս է ավել, բայց նորից եմ ասում, իսկապես ինձ համար դա կարևոր չի, ինձ համար կարևոր է, որ մարդիկ արթնացել են, մարդիկ հավատում են եւ զգում են, որ իրենցից է կախված Հայաստանի ապագան։ Ձեր քաղաքական ուժից ձերբակալվածներ կան թե ոչ։ Մեր քաղաքական ուժից ձերբակալվածներ չկան, մենք ընդհանուր հետևում ենք բոլոր process-ներին, նաեւ հարցերեցիկ խախտումների մասին, օրը երբ որ կավարտվի մենք կամփոփենք, նաեւ մենք մեր հայտարարությունը կանենք, բայց ուզում եմ դիմել մեր հայրենակիցներին, մեր քաղաքացիներին խնդրում եմ անպայման բոլորդ գնացեք ընտրության, կատարեք ձեր ընտրությունը, զերծ մնացեք տարբեր տիպի խարդախություններից, տարբեր տիպի ապօրինի գործողություններից, օրենքով նախատեսված կատարեք ձեր ընտրությունը։ Հետընտրական ինչպեսի զարգացում են սպասում, օրինակ ընդդիմությունները խոսում է պլան B-ի մասին, ունեք ինչ-որ ծրագիր հետընտրական, եթե ընտրությունները անցնում են նորմալ հարթ, հետընտրական բոլոր գործողությունները որոշում է ժողովուրդը ոնց որոշում է, այդպես շարժվում է պետությունը, այդպես շարժվում է եւ ընդդիմությունը եւ իշխանությունը եւ բոլոր քաղաքական ուժերը։ Այսօր նորմալ իշխանությունը վերընտրվել է։ Ընդունել եք արդյունքները։ Ժորժ, եթե խախտումներ չկան, եթե ժողովուրդը կատարում է ընտրություն, մենք պետք է բնականաբար ժողովրդի ընտրությունը հարգենք այսպես թե այնպես։ Հաղթի իշխանությունները, հաղթի ընդդիմությունը, որ ինչ լինում է ժողովրդի ընտրությամբ, ժողովրդի որոշումով, մեզ համար դա բնականաբար օրենք է։ Դուք Երևանում բավականին բարձր ցուցանիշ ապահովեցիք, այսինքն լավ արդյունք գրանցեցիք եւ բավականին կազմ ունեցաք։ Ինչ եք կարծում, այդ ամեն ինչը կպրոյեկտվի այս համապետական ընտրություններում եւ դուք կունենաք մոտավորապես նույն ցուցանիշներն ու պատկերը Ես գուշակությունների գիրկը չեմ կարող ընկնել, չեմ ուզում ընտրել, բայց կարևորում եմ մեր ուժի մասնակցությունը եւ կարևորում եմ մեր ուժի ներկայությունը պարլամենտում հենց նրա համար, որ մեր ուժը բերում է իր հետ մարդու իրավունքների պաշտպանությունը, դեմոկրատիայի պաշտպանությունը, եվրոպականացումը եւ այլն, այսինքն մեր ուժի արկայությունը պետք է ապահովի այդ բոլոր process-ները անկախ նրանից ես որ ասեմ վստահ եմ, հիմա կասեք բանի, բայց ես վստահություն ունեմ, ես ներքին համոզմունք ունեմ, որ այդպես է լինելու, Հաջան, անպայման իհարկե։ Պարոն Մարության, տեսեք, դուք հայտարարել եք, որ բացառում եք համագործակցությունը ԿՊ-ի հետ, բացառում եք համագործակցությունը նախկինների հետ։ Պատկերացրեք այսպիսի մի սցենար, որ խորհրդարանում օրինակ ձեր ուժի մանդատներից է կախված, թե ով է լինելու Հայաստանի հաջորդ վարչապետը, ընդդիմության միասնական թեկնածուն, թե Նիկոլ Փաշինյանը, ձեր որոշումը։ Բազմիցս խոսել ենք սրա մասին, բազմիցս հայտարարել ենք, այո, մեզ համար կարմիր գծեր են համագործակցությունը ԿՊ-ի հետ, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի որպես վարչապետ եւ Հայաստան դաշինքի հետ, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի որպես վարչապետի թեկնածու եւ որպես վարչապետ։ Մնացած ուժերի հետ, բոլոր ուժերի հետ կարող է լինել համագործակցություն միայն եւ միայն այն պայմանով, որ պահպանում են մեր բոլոր ծրագրերը եւ պահպանում են մեր բոլոր պրինցիպները։ Սա շատ կարեւոր է։ Ոչ մեկի հետ չեմ բացում, սա պարլամենտարիզմի հենց շնչի մեջ է, սա պարլամենտարիզմն է, այսինքն համագործակցություններ, կոալիցիաներ եւ այլն, բայց
Պարլամենտարիզմ նաև նշանակում է ծրագրերի իրականացում։ Եթե դու պետք է կոալիցիա կազմես մի ուժի հետ, բայց դրա պատճառով քո սկզբունքներից դուրս գաս եւ պետք է դուրս գաս քո ծրագրերից, ապա իմաստ չկա կազմել այդ կոալիցիան, կազմել այդ համագործակցությունը։ Ուստի առաջնահերթային մեզ համար մեր սկզբունքներն են։ Եթե այն քաղաքական ուժերը, որոնք պատրաստվում են մեր հետ համագործակցեն, ընդունում են մեր այդ կարևորագույն կետերը, մենք պատրաստ ենք իրենց հետ համագործակցել։ Եթե չեն ընդունում, բնականաբար այդ համագործակցությունը չի լինելու։ Մեկ Երևանի սցենարով առաջնորդվել, բայց օրինակ ընդդիմությունը հիմա բոլորը ասում են մենք կհամախմբվենք նրա շուրջ, ով որ ամենաշատ ձայներ ստանա։ Դուք այդ ճանապարհով կգնաք, ենթադրենք Ռոբերտ Քոչարյանի ուժը այդ ուժը լինի։ Ես արդեն ասացի, որ մեզ համար անընդունելի է Ռոբերտ Քոչարյանի որպես վարչապետի տեխնացու, որպես վարչապետ, այսինքն պատասխանը այդտեղ արդեն կար։ Նորից եմ կրկնում, մեզ համար նախ տարբերվում է ավականու ընտրությունը եւ ավականու կազմը եւ այնտեղ նաեւ օրենքով այնտեղ կոալիցիաներ չկան եւ այլն եւ այստեղ օրենքով լրիվ տարբերվում է ազգային ժողովի կազմավորումը ընդհանուր առմամբ եւ նորից եմ ասում, պարլամենտարիզմը իր մեջ ունի հենց այդ համագործակցությունը, բայց միևնույն ժամանակ շատ կարևոր է, սա եւս մեկ անգամ պետք է ասեմ, որ քո ծրագրերը պետք է իրականան, չէ՞ որ մեզ ձայները մարդիկ տալիս են մեր ծրագրերի համար, ոչ թե սիրուն աչքերի համար։ Մարության բանավեճից ձեր հեռանալը իշխանությունը որակեց փախուստ։ Դե իշխանությունը որակում է փախուստ արցախցիներին, որոնց Ադրբեջանը բռնի կերպով տարհանել է իրենց տարածքներից։ Իրենք ամեն ինչը իրենց պիտակներով են բերում, իրենց պատկերացումներով, այնինչ նախ ես հրավիրել եմ պարոն Փաշինյանին բանավեճի տետատետ, իրենք չեն եկել, ժողովուրդը որոշեն ով է ումից փախել, բայց դա էլ մի կողմ, հենց այս խոսույթը, հենց այս պիտակավորումները այն է, ինչի դեմ մենք պայքարելու ենք պարլամենտում։ Այսինքն քաղաքական խոսք ենք բերելու, նորմալ օրենքների ընդունում ենք բերելու, բանավեճ ենք բերելու, հասկանում եք, ոչ թե պիտակավորումներ, գորգրոցներ եւ ինչ որ անհասկանալի փողոցային խոսույթ։ Հետո բանավեճը դիտեցիք, ձեր գնալը արդարացած էր այդ։ Անկեղծ եմ ասում, չեմ դիտել, որովհետև դա, ինչպես եւ ասեցի, նախ վերածվում ամենայն հարգանքով բոլոր ներկաներին այնտեղ, բայց այդ բանավեճերը ոչ միայն վերջին, այլ առաջինը, երկրորդը եւ երրորդը վերածվում են ԿՊ քարոզարշավի բալագանի էլեմենտներով։ Անգամ լսելը տհաճ եւ դժվար եւ գլխացավ է առաջացնում եւ գլխացավի դեղը կարծում եմ այդ դեպքում Տեսեք այն ուժերին, որոնք